Այն ինչ որ ջրի երեսին է, եթե արևելքից եկան ու էդի տեսան, ինչու չտարան այնտեղ։ Ուրեմն այդ արևելքը այնտեղ չի։ Անունը դա արևելքը, դա Հայաստան աշխարհն է։ Տաթևացին ասում է Քրիստոս էլ խոսքն է բերում արևելքից, ինչպես արևմուտք կայծակն է խփում, այդպես էլ գալուստն է լինելու Քրիստոսի։ Տաթևացին ասում է Քրիստոսի գալուստը Հայաստանով է լինելու։ Ամբողջ երկիր ուներ մեկ լեզու եւ մեկ խոսվածք։ Բոլոր աշխարհը ընդունում են դրախտավայրը Հայաստան աշխարհն է։ Ու առաջի կյանքը այնտեղ սկսեց, երկրորդ կյանքը սկսեց Արարատ լեռան վրա կանգնեց։ Հրեաներն են ասում, որ Հոբը հայ էր։ Եվ Հիսուսը ծնվեց Հրեաստանի Բեթլեհեմ քաղաքում Հերովդեսի թագավորության օրոք, ահա արևելքից մոգեր եկան Երուսաղեմ։ Հայկը, որը աստվածապաշտ էր, իսկ այն մնացածը կռապաշտ էին։ Նայ, ստեղ այն չի, որ մենք ենք, դա փաստ է, որը ջրի երեսին է, այսինքն հեռու չեն գնում։ Եվ անցնում է 30 տարի, ինքը պատահական է նամակ գրում Հիսուսին։ Ինքը գիտեր, որ արդեն Քրիստոս ծնվել է, մոգեր հետո հետ են գալիս իր մոտ եւ ասում են, մենք տեսանք փրկչին։ Հիմա դու կամ Աստվածս կամ Աստծո որդի ես տես բան։ Որ դուց, ինչու, որտեվ ինքը լսել էր։ Դրանից հետո էլ պատահական չի հայ ազգը, հայ ժողովուրդը առաջի քրիստոնյանա դառնում։ Էսի շատ բան է բացվում, որ մեր ժողովրդին բան է տրված։ Դրա համար պատահական չի, որ ինչ է ասում է արքայությունը ձեզանից կվերցվի, կտրվի մի ուրիշ ազգի, որը պտուղ կբերի։ Մենք երկրպագեցինք փրկչին։ Աբգարին ասին, Աբգարը հավատաց, հետո եկավ այստեղ իրան խաչեցին, բայց ինքը հետո իջավ Հայաստան, ասեց այստեղ եկեղեցին կկառուցես, Գրիգոր Լուսավորչին ասեց, որի անուն Տիրոջ փառավորվի։